Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտ լուսոն, շատ լավ տրամադրությունը շարունակվում է մեր տաղավարում, որովհետև քիչ հետո մենք խոսելու ենք նոր ներկայացման մասին, բոլոր թատերասերներին ենք այստեղ հրավիրում, բանն այնն է, որ հունիսի 19-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա Winehouse ներկայացման պրեմիերան։ Իսկ դուք էլ քանի որ գիտեք առաջնախաղ ներկայացումը մեզ համար միշտ տոն է, տոնական, պաստորեն եթեր ենք ունենալու։ Դե ինչ, ես էլ շտապեմ սիրելիներս ներկայացնեմ մեր հյուրերին, ովքեր արդեն տաղավարում են։ Բեմադրիչ Դավիթ Խալաթյանը մեր տաղավարում եւ դերասանուհի Գեղեցկուհի Նանա Ռևազյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Նմանապես։ Մենք ենք ուրախ։ Եկեք խոսենք Winehouse, ինչից ծնվեց միտքը, ինչ ներկայացում է։ Գինետուն, ճիշտ ենք, չէ՞, հասկանում։ Ինչու գինետուն։ Եվ գինետուն, բայց ներկայացումը Amy Winehouse-ի մասին է, երգչուհի Amy Winehouse-ի։ Էմին։ Այո։ Այլաբանական վերնագիրը։ Դոկումենտալ ներկայացում է, հիմնված իրական փաստերի վրա, կարծում եմ ռեժիսորը ավելի լավ է պատմի իր մտքի գաղափարի մասին, ես հետո կավելացնեմ։ Անկեղծ շատ հետաքրքրեց, խնդրում եմ շատ արագ։ Դավիթ, ինչի Էմին անդրադարձակ։ Սիրում եք նա։ Տեսեք, ներկայացման պատմությունը սկսվել է այն կետից, երբ Սուրեն Շավերդյանը ինձ հրավիրեց իր կուրս, 4-րդ կուրս դիպլոմային աշխատանք անելու համար, եւ այնտեղ կային 7 աղջիկ եւ 2 տղա։ Եվ երբ առաջին հանդիպումը տեղի ունեցավ տեսա դերասաններին, շատ վաղուց միտքը կար Amy Winehouse-ի մասին, ինչ որ բան անելու մասին եւ հասկացա որ սա լավագույն տարբերակն է, որովհետեւ երեխաները երգում են Հանդինես Նանայի, ով փայլուն կարծում եմ երգով է զբաղվում եւ դա օգտագործել ենք ներկայացման մեջ, ունենք դերասանների մեջ ովքեր որ նվագում են Եվ այսպես մի ամբողջ խումբ է հավաքվել տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց բոլոր ունակությունները ներկայացման ընթացքում ցույց են տալիս։ Հաջորդ քայլը երևի թե եղավ այն, երբ որ Սարան Նալբանդյանին առաջարկեցի անդրադառնալ այս թեմային, ու քանի որ Amy Winehouse-ի հետ կապված սերը բոլորիս մոտ շատ էր, Տիկին Նալբանդյանը համաձայնեց եւ փորձեցինք սկսել ներկայացման սկիզբը։ Ասեմ, որ պիեսը գրվել է ամբողջ ընթացքում այդպես դերասանների համար, այսինքն նոր պիես է, ամբողջությամբ օգտագործված է դոկումենտալ տարեր Amy Winehouse-ի մասին, օգտագործված է շատ տարբեր հետաքրքրությունը եւ նաեւ քշփորելը թե Amy Winehouse-ը ինչ ճանապարհ է անցել ոչ միայն այն ինչ որ մեզ են փոխանցել միշտ էկրանների մյուս կողմից, այլ նաեւ Սարան Ալբանդյանը պիեսի հեղինակը, ճիշտ հասկացանք։ Նա նույնպես իր հմտություններով նաեւ գեղեցկացրել է այս ամեն ինչը։ Այո, շատ հետաքրքիր դրամատուրգիական գիծ կա, ժամանակակից, տեքստերը եւ կառուցվածքը շատ կարծում եմ գրավիչ է մանավանդ երիտասարդների համար։ Ասեմ, որ այն տարածքը, որտեղ որ խաղում ենք, թատրոնում էքսպերիմենտալ տարածք է, ընդամենը 30 հոգի է նայելու ներկայացումը։ Մենք խաղում ենք բեմի ներքևի հատվածում, որտեղ մեր առաստաղը բեմի հատակն է, մեծ բեմի, եւ այստեղ պատկերացում չենք եղել, կարծես թե չէ այդտեղ։ Որ նոր այդ տարածքում վստահաբար չեք եղել եւ կարող եք գալ։ Նոր հարթակ է, որը կարծում եմ շատ հետաքրքիր է, հատկապես երիտասարդներին, ու առհասարակ ներկայացումը շատ երիտասարդ է։ Մուտքն աջ կողմից է, որ գալիս ենք այն աջ կողմից, թե բեմի վրայով եք գալու։ Բեմի վրայով ձեզ ուրիշ տեղերով։ Ձեզ ուրիշ տեղերով բերելու ենք հետաքրքիր ձևերով։ Հասկացա։ Ինչքան է տևողությունը ներկայացման։ Ներկայացումը 1 ժամ 5 րոպե է։ Մեկ գործողություն է։ Մի գործողությամբ ներկայացումը։ Ձեր զբաղվածությունը ներկայացման մեջ Ինչ եք դուք անում այնտեղ։ Էմին եք։ Նախ ասեմ, քանի որ Դավիթը նշեց արդեն, որ 7 դերասանուհիներ են եւ 2 տղա դերասաններ ունենք, ովքեր խաղում են Blake-ի կերպարը, Amy ամուսնու կերպարը։ Մենք յուրաքանչյուրս խաղում ենք Amy Winehouse-ի կյանքից որևէ հատված։ Այո, փուլեր ենք ներկայացնում։ Կոնկրետ իմ հատվածը հետմահու հատված է, որը շատ հետաքրքիր է, որովհետեւ միակ տեսարանն է, որը հուզական առումով հանդիսատեսին պահում է բավականին լարված, որովհետև իմ հատվածում հնարավորություն կա խոսելու ամուսնուս հետ, եթե նրանք ունենային այդ հնարավորությունը խոսել Էմի մահվանից հետո, ինչպիսին կլիներ նրան զրույցը։ Հետաքրքիր է, ինչ ու մտահղացումն է եղել հենց դա։
այլ Ես ուզում եմ հասկանալ ամբողջ աշխարհում եղել է, աշխարհում այսպիսի ֆորմատ, որ Emmy Winehouse-ին անդրադառնային ու ներկայացման տեսքով ներկայացնեն։ Երևի թե չէ։ Մենք բավականին շատ պտտումներ ենք արել, բայց ներկայացման տեսքով չենք հանդիպել։ Բազում գեղարվեստական ֆիլմեր կա, դոկումենտալ ֆիլմեր կա, վերջերս նկարած, բայց ներկայացման տեսքով չի հանդիպել։ Լավ միտք է։ Սրա մասին լավ միտք է, այսինքն պետք է ակտիվացնել։ Բայց ումն էր մտահղացումը այդ մահվանից հետո Emmy-ին ցույց տալը եւ Emmy մտքերը կիսվելը։ Նախ ասեմ, քանի որ ասացինք, որ հիմնականում գրեթե յուրաքանչյուր հատված կառուցված է իրական խոսքերի վրա, հատկապես իմ տեսարանում, երբ իմ ամուսինը խոսում է, դրանք բոլորը վերցրված են իր հենց հարցազրույցից եւ կարծում եմ Սառան Ալբանդյանը արդեն պիեսը գրելիս, երբ հատվածները փնտրել հարցազրույցներից այդ հատվածը շատ հատկանշական է եղել, որովհետև Բլեյքը շատ հուզված խոսում է նրա մասին, թե ինչ կուզենար ասել Emmy-ին եւ դա կարծում եմ պարտադիր էր ներառել նաեւ ներկայացման մեջ։ Հրաշալի։ Դավիթ, քիչ առաջ նշեցիք, որ Նանան շատ լավ երգում է եւ մնացած դերասաններն լավ պարում են։ Եվ լավ պարում են եւ նաեւ իրականում սկզբում երբ որ հավաքվել էինք, մտածում էինք գուցե միայն Նանան երգի, բայց հետո մեր ամբողջ թիմը սկսեց երգել վոկալի վրա առանձին Չուզեցին էլի որ մենակ Նանա երգի, ուզեցին իրանք էլ կողքից երգեն։ Իրանք էլ կողքից, բայց դե ինչ-որ առանձին իրանք էլ ունեն, ինչ կլիներ, մենակ թողինքը երգի։ Իսկ կարող է musical ինչ-որ տարեր բառնակի։ Ավելի շատ երաժշտական տարերով, որովհետև գրեթե ամբողջ երաժշտական ձևավորումը բացի 1-2 երաժշտական հատվածից մնացածը կենթանի կատարում է լինում։ Բայց մյուզիկլային գաղափարը հետաքրքրեց, որովհետև մենք հավաստի աղբյուրներից գիտենք, որ խորեոգրաֆը Տոմա Այդինյանն է։ Տոմա Այդինյանի հետ գտել ենք շարժման շատ հետաքրքիր տեսարաններ, էլի շատ հետաքրքիր ընթացք ա ունեցել, որովհետև սկսեցինք ու ամբողջ ներկայացման հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ մենք գնում ենք, գիտենք թե ուր ենք գնում, բայց նաև այդ ուր գնալու ճանապարհը անհայտ էր ինչպես ենք գնալու։ Եվ ամեն բան տեղում էր ձևավորվում, ելնելով դերասանական կազմից, ելնելով այդ պահին ես ու Տիկին Ալբանդյանը քննարկում ենք, թե ինչ կարող ենք մտածել, որպեսզի պիեսը ավելի հետաքրքրանա, ինչ լուծումներ կարող ենք գտնել, որ մի փոքր փոխենք տեսանկյունը եւ Emmy-ի տեսանկյունից եւ Blake-ի տեսանկյունից եւ Մամուլի տեսանկյունից, այստեղ շատ կարեւոր հարցեր են բարձրաձայնվում նաեւ հանճարեղ երգչուհու մասին, ում բավականին ճնշում ա եղել այն ժամանակ Մամուլի կողմից, հասարակության կողմից, Blake-ի եւ արդյոք դուք լիարժեք եք մոտեցել ու հետաքրքիր է որ տեսանկյունից եք ձեր պատկերացմամբ իհարկե, նաեւ Սառան Ալբանդյանի փորձել ցուցադրել։ Արդյոք ամբողջությամբ եւ առավելություններով եւ թերություններով հանդերձ եք նրան։ Բոլորս էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Դե հա։ Բոլորս էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ այո, որովհետեւ նախ ասեմ, որ մեր ներկայացումը ժամը 22:00-ին է տեղի ունենալու։ Վաու։ 8 ժամի։ Ես կասեի իդեալական ժամ դուք ասեցիք, Հարց պատասխան։ Ես կարծում եմ, որ վերնագիրը ասում է ձեր հարցի պատասխանը, Winehouse-ը առնչվում է արդեն։ Հանդիսատեսին գինի չեք բաժանելու։ Բաժանելու ենք։ Հա։ Գուցե բաժանենք, այո։ Գուցե թե հաստատ։ Չէ, հյուրասիրություն լինելու է, որպեսզի ավելի մթնոլորտը տպավորիչ լինի եւ առհասարակ հարթակը այնպիսին է, որ քեզ ստիպում է մտնել այդ պահի դրության մեջ։ Եվ այո, ներկայացրել ենք Emmy-ին այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, իր թերություններով, իր առանձնահատկություններով, իր տաղանդով, ամեն ինչով փորձել ենք հանդիսատեսին ցույց տալ այն Emmy-ին, որին ոչ բոլորն են հիշում, որովհետև այդպիսի տողեր էլ կա, որ ասում են ինձ բոլորը հիշում են շատ վատ վիճակում, արդեն իմ կյանքի վերջին տարիներին, բայց կարծում եմ, որ նման լեգենդներին պետք է անդրադառնալ եւ ցույց տալ իրենց կյանքի ամբողջությամբ եւ այն պահերը, երբ նրանք ստեղծագործել են եւ եղել են լիարժեք առողջ։ Ինչքան է պետք եղել ներկայացմանը պատրաստվել, նախապատրաստական աշխատանքների մասին նույնպես խոսենք ու հետո արդեն բուն ընթացք է, ինչքան եք տանջել դերասաններին։
Մենք երևի թե սկսել ենք հոկտեմբերի վերջից։ Քանի որ սա քննարկումները։ դիպլոմային աշխատանք էր սկսվում, ես եւ իմ ընկերները սովորել ենք եւ ավարտեցինք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, դրա համար աշխատանքները շնորհակալություն։ Դրա համար աշխատանքները մի փոքր երկար տևեցին, սովորելու process-ից ելնելով, բայց ներկայացումը բարդ չի հավաքվել, այսինքն ընթացքը շատ հետաքրքիր է եղել, միասին sense փոքր քայլերով առաջ են գնացել էտյուդներ բերելով, ավելի շատ աշխատել ենք process-ից բուն հաճույք ստանանք ու չմտածենք ինչքան կտևի, շուտ տևի, վերջացնենք։ Դավիթի հետ առաջի աշխատանքն է։ Այո։ Եվ շատ տպավորված եմ։ Դե կարծում եմ, քանի որ մենք երիտասարդ ենք, շատ լավ փորձ էր երիտասարդ ռեժիսորի հետ աշխատելը, որովհետև շատ լավ էինք հասկանում իրար ու առհասարակ մեր հետաքրքրությունները շատ մոտ էին, դրա համար կարծում եմ աշխատանքը ստացվեց այնպիսին, ինչպիսին որ պետք է լիներ։ Ինչ զգացմունքով ու մտքով կցանկանաք կամ պատկերացնում եք, որ հանդիսատեսը կհեռանա ներկայացումից հետո։ Ձեր սպասելիքները։ Վստահաբար այն ափսոսանքը ինչ որ կունենա այն թեմայի մասին, որ Էմին Էսպային եթե լիներ ինչ արվեստ կունենար, ինչ գլուխգործոցներ կունենար արվեստի տեսանկյունից եւ շատ տարբեր թեմաներ կա, որոնք որ վստահաբար առանձնահատուկ եւ անձնական տարբեր մարդկանց է փորձելու դիպչել ներքին, որովհետև մի թեմա չի ամբողջ ընթացքում, շատ տարբեր բաներ կան եւ սիրո հետ կապված գիծ կա։ Մենք իրականում Էմիի եւ Բլեյքի հանդիպման տեսանյութից ենք սկսում ներկայացումը, որովհետև երևի թե շրջադարձային կետ եղել է Էմիի կյանքում Բլեյքը եւ շատ հաճախ ինքը ինտերվյուների մեջ էլ ասում որ կախվածություններ ունի երկու Բլեյքը եւ արդեն չենք ասի որպեսզի գաք ներկայացումը նայեք իմանաք թե ել որոնք եւ ուզում եմ ասեմ որ շատ մենք արդեն խաղացել ենք մի անգամ եւ հանդիսատեսի արձագանքը իսկապես երբ սկզբում խաղացինք դեռ դիպլոմային աշխատանքներ իսկ հիմա արդեն թատրոնի ռեպերտուարային ներկայացումն է որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Սուրեն Շահվերդյանին ներկայացումն ընդգրկելու համար եւ ամբողջ թատրոնի թիմին որովհետեւ մեզ շատ գրկաբաց են ընդունել եւ շատ հետաքրքիր process ենք ունեցել եւ թատրոնի հետ եւ ընդգրկվելու առումով ուզում եմ ասել շատ տարբեր էմոցիաներով են դուրս գալու վստահաբար Իսկ մենք հուսանք, որ դեռ համագործակցությունը երկարատև կլինի, դեռ մենք նոր նախագծեր, նոր ներկայացումներ, նույնպես ականատես կլինենք եւ առիթ կունենանք մեր տաղավարում այդ թեմաների շուրջ կամ այդ ստեղծագործների շուրջ եւս զրուցելու։ Շնորհակալություն ձեզ, որ դուք մեզ հետ առավոտը սկսեցիք։ Մենք ձեզ հաջողություն ենք շատ։ Շնորհակալ ենք ձեզ։ Եւ ներկայացնել երկար կյանք։ Շնորհակալություն 22:00 էլի։ 22:00 Հիմնական։ որ գործերը ավարտեք Գինիներով կարելի է գալ։ Իմիջիալոց ուրբաթ երեկո է եւ լավագույն Իդեալական մասին են մտածում։ Իդեալական մտածել է։ Այո 19-ին տոմս մնացել է, թե արդեն չկա։ Քանի որ շատ քիչ տեղեր են, գրեթե մի քանի տոմսեր են մնացել, պետք է 3 արագ հատ տոմս մնացել։ 3 տոմս մնացել է։ Բայց վստահաբար էլի եք խաղալու։ Էլի ենք խաղալու։ Հայկին ասենք տեղեքով գնանք։ Մենք ձեզ սիրով Մենք սպասում ենք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առայժմ սիրելիներս, բայց մնացեք մեզ հետ։